Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Պատմությունը պարզապես անցյալ չէ, դա մեր ինքնության խորթ արմատը չէ, այլ մեր մտածողության, մեր քայլերի, մեր որոշումների հիմքը։ Մեր հաղորդաշարի ընթացքում ձեզ ենք ներկայացնում մեր ժողովրդի անցյալի կարևոր դրվագները։ Ոչ միայն հիշելու, այլև հասկանալու, ոչ միայն վերհիշելու, այլև վերլուծելու, ոչ միայն հպարտանալու կամ ափսոսալու, այլև սովորելու համար։ Որովհետև այս պատմությունները դարերի խորքից լուր, բայց վճռական մի բան են ասում՝ դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագադ։ Պատմությունը միայն անցյալ չէ, այն հիշողություն չէ միայն, այն մեր ձայնն է ժամանակի միջով, մեր ուղին գծված արցունքով և արյունով, հույսով և հավատով։ Այսօր, երբ վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ թե միայն այն, ինչ եղել է, այլև այն, ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշար ուզում ենք հիշեցնել, որ ոչ ոք չի պատմելու մեր պատմությունը մեր փոխարեն։ Ուրեմն եկեք ընկալենք, հասկանանք և ապրենք այն դասերով, որ անցյալը թողել է մեզ, որպես հիշեցում, որպես զգուշացում և որպես հույս։ Անցյալը միայն ժամանակագրություն չէ, դա զենք է, զրահ է, ուղեցույց է։ Մենք ենք մեր պատմությունը, սա պատմություն է դասով, հուշ է ուղերձով, հաղորդում է գիտակցությամբ։ Քանզի եթե մենք չհասկանանք մեր պատմությունը, ուրիշներն են այն գրելու մեր փոխարեն։ Եվ այսպես դուք դիտում եք «Մենք ենք մեր պատմությունը» հաղորդաշարը։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է Արտաշես առաջին արքային։ Այսօր մեր ճանապարհորդության թիրախում մի ժամանակաշրջան է, երբ Հայաստանը նորից բռնեց պետականության վերականգնման ուղին։ Խոսելու ենք մի արքայի մասին, որը ոչ միայն վերականգնեց Հայաստանի անկախությունը, այլև դարերով պահպանվող պետական կառավարման մոդել ստեղծեց։ Նա Արտաշես առաջինն էր, պետական մտածողությամբ առաջնորդ, բանակաշինության և իրավագարկի բարեփոխող, մայրաքաղաքի և մշակույթի հիմնադիր։ Նա, ով իր գործունեությամբ նախապատրաստեց այն բեմը, որի վրա հետո կբեմադրվի Տիգրան Մեծի կայսրությունը։ Քրիստոսից առաջ երկրորդ դարի սկզբին Հայաստանը տասնամյակներով ենթարկված էր Սելևկյանների թագավորության գերիշխանությանը։ Անտիոքոս III, այդ պետության արքան, ջանում էր պառակտել Հայաստանը, նրա տարբեր հատվածները կցելով հարևան տարածքներին։ Բայց Քրիստոսից առաջ 190 թվականին Մագնեցիայի ճակատամարտում հռոմեացիները ուժգու հարված հասցրին Սելևկյան պետությանը, իսկ արդեն Քրիստոսից առաջ 189 թվականին այդ հզոր հարստության կործանման հետևանքով մեծ հայքում հռչակվում է նոր անկախ թագավոր՝ Արտաշես առաջինը։ Միաժամանակ անկախություն հռչակեցին նաև Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմագենեն։ Պատմական այս վերածնունդը Արտաշեսը վերածեց պետական վերակառուցման ծրագրի։ Արտաշեսը, թեև փաստացի հիմնեց նոր Արտաշեսյան դինաստիան, որն իշխեց շուրջ 2 դար, իրեն ներկայացնում էր որպես Երվանդյան տոհմի շարունակող։ Այս կերպ նա ցույց էր տալիս հայկական պետականության շարունակականությունը, նա խնդիր չուներ իրեն նորաստեղծ հռչակելու, հինը և նախկինը մերժելու, ընդհակառակը, իրեն ամուր կապերով ամրացնում էր նախորդին, ցույց տալով, որ պետականաշինությունը շարունակական գործընթաց է։ Նրա օրոք Հայաստանը վերածվեց տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկին։ Անկախության պահպանումը պահանջում էր ուժեղ բանակ։ Արտաշեսը ստեղծում է 4 մեծ զորավարություններ սահմանների պաշտպանության և հարձակողական գործողությունների համար։ Այս զորահրամանատարությունները հետագայում դարձան բդեշխություններ, ռազմական և վարչական նշանակության միավորներ։ Հզոր բանակի օգնությամբ Արտաշեսը վերադարձնում է մեծ հայքից կտրված հողերը, արևելքում փայտակարանն ու պարսպատունիքը, հյուսիսում Կղաշկը և Գուգարքը, արևմուտքում Դերջանը, Կարինը, Եկեղիքը, հարավում
տմորիքը։ Չնայած նրան, որ նա չկարողացավ միավորել փոքր Հայկն ու Ծոպքը, այդուհանդերձ աջակցեց նրանց ամրապնդմանը։ Փաստորեն Արտաշես առաջինը հողահավաք արքա էր։ Քաջ գիտակցում էր հայկական տարածքների մեծ միասնական պետության մեջ ընդգրկելու կարևորությունը։ Արտաշեսը մեծ հայքը բաժանեց 120 գավառների, ստրատեգիաների։ Դրանց ղեկավարները լինում էին թագավորի կողմից նշանակված ստրատեգոսները։ Սա կենտրոնացված իշխանության ամրապնդման հստակ քայլ էր։ Արտաշեսը իրականացրեց նաև հողային բարեփոխում։ Արտաշեսի պետական գործչի դիմանկարի ամենավառ գիծը թերևս հողային բարեփոխումներն էր։ Նա իրականացրեց մի բարեփոխում, որը դրոշմվեց հայոց պատմության մեջ։ Այս բարեփոխման նպատակն էր կանգնեցնել մեծ հողատերերի ազնվականների գարշապարը, որովհետև նրանք յուրացնում էին գյուղական համայնքների հողերը, իսկ գյուղացիները կորցնում էին իրենց անկախությունը և տիրապետական իրավունքները։ Արտաշեսի հողային բարեփոխումը արգելում էր ագարակատեր ավագանուն յուրացնել գյուղացիների հողերը։ Նա սահմանեց հստակ հողաբաժանման և սահմանակարգերի համակարգ, որով կարգավորվում էր հողի սեփականությունը։ Սա ոչ միայն պահպանում էր գյուղական համայնքների ուժը, այլև ամրապնդում էր պետության հիմքը, քանի որ գյուղացիները հարկատուներն էին և բանակի ռեզերվ էին համարվում։ Մովսես Խորենացին վկայում է, որ Արտաշեսի ժամանակ հայոց աշխարհում ամշակ հող չկար, ոչ լեռնային, ոչ դաշտային։ Սա ոչ միայն հողային կարգավորում էր, այլև հզոր սոցիալական օրակարգ, ձևավորվում էր միջին խավ։ Նոր միավորված պետությանը պետք էր նոր մայրաքաղաք, և այդ մայրաքաղաքը դարձավ Արտաշատը, որը շուտով վերածվեց Հայաստանի քաղաքական և մշակութային կենտրոնի։ Հռոմեացի պատմիչ Պլուտարկոսի վկայությամբ քաղաքը նախագծել է հանրահայտ զորավար Հաննիբալը, որը ապաստան գտավ Հայաստանում։ Արտաշատը հելլենիստական ոճով կառուցված և կարևոր առևտրական հանգույց դարձավ, կապելով արևելքն ու արևմուտքը։ Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց հայոց աշխարհի հովանավոր Անահիտ Աստվածուհու տաճարը։ Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների, երվանդական և աքեմենյան թագավորների քանդակները։ Սրանց ժողովուրդը պետք է պաշտեր որպես աստվածների։ Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում է նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի և հասարակության մոտ։ Նրա օրոք զարգացավ նաև նավագնացությունը, վերականգնվեցին հին ուղիները, կառուցվեցին նոր քաղաքներ, որոնցում կրկին վերականգնվեց հայկական ինքնությունը և ուժը։ Արտաշես առաջնի բարեփոխումները ճակատագրական նշանակություն ունեցան մեր պետականության համար։ Նա պետությունը հենեց բանակի, հողային արդարության, օրինականության և մշակույթի վրա։ Նա դարձավ պետական մտածողության հայաստանյան մոդելի նախակարապետը։ Արտաշես առաջինի բարեփոխումները ցույց տվեցին, թե ինչպես կարող է մի անհատ վճռական և սթափ մտքով առաջնորդվելով վերականգնել մի ամբողջ երկրի ուժն ու միասնականությունը։ Նրա հողային բարեփոխումները կարևոր դաս են մեզ համար, երբ բնակչությունն ու համայնքները պահպանում են իրենց իրավունքներն ու տնտեսական անկախությունը, պետությունը այդ ժամանակ ուժեղ է լինում։ Այսօր, երբ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, հիշենք մեր պատմությունը։ Միասնությունը, արդարությունը և կառուցողական բարեփոխումները կարող են մեր երկիրը նոր վերելքի հասցնել, ինչպես Արտաշեսի օրոք։ Արտաշեսը վաստակեց բարեպաշտ պատվանունը ոչ թե միայն հավատարմության համար աստվածներին, այլև ժողովրդին և պետությանը։ Ինչն է Արտաշեսի ուղերձը մեզ այսօր։ Առաջինը, իշխանության լեգիտիմությունը գալիս է ժողովրդին ծառայելուց։ Երկրորդը, պետականությունը ամրապնդում է, երբ հողը, իրավունք և բանակը ծառայում են միասնական նպատակին։ Երրորդը, մայրաքաղաքը, որպես գաղափար, պետք է լինի մշակույթի, կրթության, պետական գաղափարախոսության, տնտեսական կենսունակության կենտրոն։ Այսպիսով,
Երբ ասում ենք մենք ենք մեր պատմությունը, դա նշանակում է մենք ենք մեր պետականության ճարտարապետները։ Արտաշես առաջինի գործը շարունակվեց իր թոռան Տիգրան Մեծի օրոք, բայց նրա հիմքը դրվեց հենց այս վճռական բարեփոխիչ արքայի օրոք։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության և նոր դասի հետ։ Ցտեսություն։